Գործարարների համար Հայաստանն ամենաանհարմար երկրներից է ապրանքներ տեղափոխելու համար, գնահատականը համաշխարհային բանկինն է։ Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում 2016 թվականին զեկուցում 160 երկրների շարքում Հայաստանը 141-րդ տեղում է։ Մենք այսպես դարձել ենք մի կղզի, որը ապրում է իր կյանքով, իր ժամանակի մեջ եւ բացարձակապես շահագրգռություն չունի, որևէ տեսակի օբյեկտիվ առումով, որևէ տեսակի շահագրգռություն չկա, որ դու եւ լոգիստիկ եւ մնացած առումներով մրցակցության մեջ մտնես Վրաստանի, Ադրբեջանի հետ։ Ձմռանը կիսալի արժեք է դառնում Ռուսաստան տանող ճանապարհը, կապը վատ է դառնում նաև Իրանի հետ։ Գործարարները սահմանը հատելիս բախվում են կոռուպցիայի, դառնում են անօրինականությունների զոհ։ Մենք պատվազրկվում ենք, ամեն մի վարորդ, ամեն մեկ հայ ապրանք արակող հասնում են լարցի անցագետ եւ իրեն այնտեղ ստորացնում են, սարքում են իրեն, չգիտեմ, մի հատ բոմբ։ Եթե մենք հավասարին ԵԱԴՄ երկրի անդամներ ենք, մենք ինչու համար պիտի կանք եւ մաքսային սահմանի զգացում ունենանք այնտեղ։ Մենք սահմանի զգացում եկե չունենանք։ Մենք նույն մաքսային տարածքի մեջ ենք։ Եթե մենք կարողանանք բարելավել, եթե մենք կարողանանք այնպես կազմակերպել, որ մեր Հայաստան ներկրող կամ Հայաստան արտահանող, Հայաստանից արտահանող գործարարները խնդիրներ չունենային, մենք բավական նաև միջազգային այս ինդեքսի առումով լավ տեղ կունենանք։ Եվրասիական տնտեսական միության անդամակցումից հետո իշխանությունները խոստանում են կանաչ միջանցք բացել ռուս-վրացական սահմանին, որի շնորհիվ հայ գործարարներն առանց հերթի ապրանք կառաքեին ԵՏՄ տարածք։ Այսօր այդ միջանցքը չկա, դա ընդհանրապես միֆ է, մեր կառավարության հերթական միֆերից է։ Իշխանությունները Հայաստանի լոգիստիկ հնարավորությունների խնդրին լուրջ չեն վերաբերում։ Հակառակ պարագայում տնտեսագետ Վահագն Խաչատրյանի պնդմամբ հյուսիս-հարավ ավտոմայրուղին կկառուցվեր ոչ թե Արարատյան դաշտից, այլ Հայաստանի ծայրամասերից։ Եթե մենք հարավում կարողանանք այդ ամենադժվարանցելի ճանապարհը անցնեինք այս 5-6 տարիների ընթացքում, մեր լոգիստիկ առումով հնարավորությունները մեծ կլիներ, ապրանքաշրջանառությունը շատ ավելի մեծ կլիներ։ Հայաստանը կսկսեր շնչել, եթե ի կատարածվեր 2008-ին Սերժ Սարգսյանի խոստումը, հայ-իրանական երկաթգծի կառուցման գործն այդպես էլ խոսքերից այն կողմ չանցավ։ Վերջերս էլ վերացվեց Հայաստան-Իրան երկաթգծի գործադիր տնօրինությունը, եւ չնայած բազմաթիվ խոստումներին երկաթուղու կառուցող այդպես էլ չի հայտնվում։